Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Հարակից զեկուցով ես հանդես գամ, որտեղ մեր գործընկերը վատառողջ է, որտեղ ոնց որ թե վակցինա չի ստացել, ստիպված ես պետքա հարակից զեկուցով հանդես գամ, շատ նորմալ է։ Ասեմ ձեզ, Տիկին Գրիգորյան, արտաքին հակահետաղություն եւ արտաքին հետաղությունը կիսելով ձեր մտահոգությունը, որ այդտեղ պատրաստված նաեւ կրթությունից մինչեւ ծառայության ընթացքով բազմաթիվ լուրջ կադրերով համալրված համակարգ ունենք եւ հիմա ստեղծվում է արտաքին հետախուզության կառույցը եւ տրամբանկ կլիներ, որ կառույցը իր չափորոշիչներից ելնելով վերցներ այդ կադրային բազա։ Հիմա վերցրել է այնքան, ինչքան որ վերցրել է, բայց մենք առնվազն ես ում հետ որ շփվել եմ Հայաստանից դուրս թե ներսում, այնտեղ շատ որակյալ կադրեր կա, ունակ ես եթե բան լինի, իրանք այտենց հեշտությամբ պետքա չտան, այդ մարդիկ նաեւ նոր ձևավորվող, այսինքն հակահետախուզական կառույցը ինքը նաև ունի գործառույթներ, որը նաև կարող առնչվի հետախուզական խնդիրների հետ եւ այդտեղ լավագույն մասնագետները կարան նաև իրենց դրսևորեն արտաքին հակահետախուզության, նպատակների մեջ։ Դրա համար եմ ասում, որ կադրային կորուստ ոնց որ թե չենք ունենալու եւ չէր կարելի որ ունենանք։ Ինչ վերաբերում է նրանց ներգրավվածության աշխարհագրությունը, մենք այդտեղ էլ կորուստ չունենք, որտեվ եւ մեկը եւ մյուսը իրենց գործառույթներով տեղակայված են լինելու եւ պետքա համատեղեն համատեղ աշխատանքը։ Ուստի այս ամենից ելնելով, որովհետեւ ինքը տվյալ օրենքը նաեւ բխում է այն տրամաբանությունից, որ մենք ունենք արդեն արտաքին հետախուզության կառույց իր գործունեության ձևավորման փուլում եւ ազգային անվտանգության ծառայությունը պետքա փոփոխությունների ենթարկվի եւ առանց որևէ կորուստների ունենանք այն նպատակները, որը դրվելու է արդեն հակահետախուզական խնդիրների մեջ, համագործելով նաև հետախուզական մեր ծրագրերի անշեղորեն կատարմանը։ Ուստի կոչ եմ անում կողմ քվեարկենք, որտեղ այս նախաձեռնությունը պարտադիր, եթե մենք պետություն ենք, այս կառույցները պետքա լիարժեք գործելու հնարավորություն ունեն, իրենք պետքա շատ լավ վարձատրվեն, իրենք պետքա իրենց գաղտնիության ընթացակարգերը լինեն շատ խիստ, բայց ես մի բան չհասկացա, պարոն Մկրտչյան, դուք նախկինում շատ խիստ էիք կադրային քաղաքականության հարցում, հիմա ոնց որ թե պատուհանները մի քիչ բացել եք, այլ մասնագիտական կարողություններով օժտված կադրերի համար, ուժային այլ կառույցներից եւս։ Մենք շարունակում ենք խիստ մնալ մեր կադրային։ Ես գիտեմ, այդ խստությունը պետքա չկորցնել։ Բայց փորձում ենք նաեւ զարգացմանը համընթաց ճկունություն դրսևորել, որտեղ կան նեղ մասնագիտություններ, որոնց համար որոշ դեպքերում պետքա բացառություններ լինեն, իհարկե ելի համապատասխան ստուգողական միջոցառումներ իրականացնելուց հետո։ Ես գիտեմ, որ ընթացակարգերով ըստ էության որոշումների ամբողջ շղթան հստակ ձևակերպված է, սկսած տնօրեն, վարչապետ, կառույցների բուն, ասենք մասնագիտական ստուգումները եւ այլն։ Հարցեր հարակից զեկուցողին։ Հարցեր չկան, եզրափակիչ ելույթի համար ես չունեմ հարց, պարոն Մկրտչյան, դուք ունեք։ Չէ։ Դուք էլ չունեք։